Հանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց 3-ն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք հայկական հարցի շրջափուլերը, մաս 4. Ցեղասպանության ենթարկվող հայերին օգնելու նպատակով տարբեր երկրներում գտնվող հայության շրջանում կամավորական գնդեր կազմվեցին։ Հայ կամավորները այնքան շատ էին ֆրանսիական բանակի շարքերում ձևավորված եւ Մերձավոր Արևելքում մարտական մկրտություն ստացած Արևելյան լեգիոնի կազմում, որ այն անվանեցին նաեւ հայկական լեգիոն։ Այս զորախումբն իրեն քաջաբար դրսևորեց ոչ միայն առաջին աշխարհամարտում ու մասնավորապես Արարայի ճակատամարտում, այլև կիլիկիահայության անվտանգությունը ապահովելու գործում։ Չնայած Ֆրանսիայի տված խոստումներին, թե Կիլիկիայում պատերազմի ավարտից հետո հայերը իր հովանու ներքո ինքնավարություն կստանային, այնուհանդերձ աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Կիլիկիան չդարձավ հայկական պետականության կղզյակ, այլ մնաց Թուրքիայի կազմում, թեև արդեն առանց հայ բնակչության։ Հայերը ստիպված լքեցին թե Կիլիկիան, թե Արևմտյան Հայաստանի իրենց հայրենի ծննդավայրերը, ենթարկվելով տեղահանության ու կոտորածների։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Դաշնակից պետությունները հայ ժողովրդին խոստացել էին, որ պատերազմի հաղթական ավարտի դեպքում նաև Կիլիկիայում Ֆրանսիայի հովանավորությամբ կստեղծվի հայկական պետություն եւ դրա հիման վրա է նաև Մերձավոր Արևելքում սկսվեց կամավորական շարժում, ինչպես որ Կովկասում էր հայկական կամավորական շարժում ձևավորվել, կամավորական գնդեր ձևավորվեցին լեգենդար հայդուկապետերի ղեկավարությամբ եւ մասնակցեցին առաջին համաշխարհային պատերազմին, նույն կերպ էլ այնտեղ ձևավորվեց հայկական մի զորախումբ, որը պատմության մեջ հայտնի է հայկական լեգիոն անունով։ Դա նաև արևելյան լեգիոն անունով է հայտնի, որովհետև բացի հայերից նաև արաբներ, այլ ազգիներ էլ կային, բայց քանի որ գերակշիռ մեծամասնությունը հայեր էին, ապա այն ավելի շատ հայտնի է հայկական լեգիոն անունով։ Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան առաջին համաշխարհային պատերազմում, մասնավորապես Արարայի ճակատամարտում իրենք դերակատարություն ունեցան, իսկ դա այն ճակատամարտն էր, որի շնորհիվ դաշնակիցները կարողացան ճեղքել Պաղեստինի ճակատը եւ Հալեպը գրավելուց հետո թուրքերը հասկացան, որ այլևս անիմաստ է շարունակել պատերազմը եւ դրանով ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Բացի այդ մարտական գործողություններին մասնակցելուց նաեւ զորախումբը կարևոր դեր է խաղացել Կիլիկիա վերադարձած հայ գաղթականների անվտանգությունը ապահովելու համար, բայց հետագայում աշխարհաքաղաքական փոփոխությունները, բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում, քեմալական ազգային շարժումը Թուրքիայում, իրավիճակի փոփոխությունները բերեցին նրան, որ Ֆրանսիան սկսեց մերձենալ քեմալական Թուրքիայի հետ եւ արդյունքում Կիլիկիան զիջվեց Թուրքիային եւ մինչեւ 1922 թվականը պետք է ասել, որ ոչ միայն հայերը վերադարձել էին Կիլիկիա, այնտեղ բնակվում էին, այլ նաեւ որոշակի իշխանական մարմիններ էին ձևավորվել, որը պետականության ինչ որ մի աստիճան է իրենից ենթադրում, բայց երբ որ այդ տարածքը հանձնվեց քեմալականներին, նորից հայերի բռնագաղթ տեղի ունեցավ։ Մեկ անգամ ցեղասպանված ժողովուրդը ստիպված եղավ երկրորդ անգամ լքել Կիլիկիան եւ այս անգամ արդեն կարծես թե վերջնականապես մինչեւ օրս էլ այլևս Կիլիկիայում հայ չկա։ Ավելին ասենք ոչ միայն հայ բնակչության արտախոսք տեղի ունեցավ, այլ նաեւ հայկական հաստատությունների։ Այստեղ ամենակարևոր հաստատությունը Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունն էր, որի նստավայրը պատմական Սիսն էր։ Այնտեղ էր մինչեւ 1922 թվականը գտնվում Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունը, քեմալական իշխանությունների պահանջով վերջին Սահակ II Խապայան կաթողիկոսը ստիպված եղավ
հավաքել եկեղեցու գանձերը, պաշտամունքի առարկաները եւ հեռանալ Սիսից, եւ դրանից հետո արդեն Սիսը ավերվեց, հրդեհի մատնվեց քեմալական իշխանությունների կամ ոչ պետական զինված կազմավորումների կողմից։ Եվ երկար դեգերումներից հետո վերջապես Կիլիկիայի աթոռը հաստատվեց Անտիլիասում 1930 թվականին, այսինքն ոչ միայն բնակչության, այլև ազգային հաստատությունների դուրս մղում տեղի ունեցավ Կիլիկիայից։ Սա ցույց է տալիս, որ ոչ միայն Ռուսաստանը մտադիր չէր իրականում ստեղծել հայկական պետություն, այլ նաև եվրոպական երկրները, եւ նրանք զուտ իրենց շահերով էին առաջնորդվում, ոչ թե հայ ժողովրդին պետություն պարգևելու ազնիվ մղումներով։ Եվ երբ որ իրենց շահերը թելադրեցին հակառակը անել, անկաշկանդ նրանք դա արեցին եւ Կիլիկիայում էլ փաստորեն հայկական պետություն ստեղծելու գաղափարը հոդս ցնդեց։ Բուն հայկական հարցի պատմության երկրորդ ենթափուլում Արևմտյան Հայաստանում նաև Կիլիկիայում հայկական պետություն ստեղծելու խնդիր էր դրված, որը ողբերգական վախճան ունեցավ ոչ միայն հայկական պետություն չստեղծվեց այդ տարածքների վրա, այլ նաև տեղի ունեցավ հայերի հայրենազրկում։ Հայերը վերջնականապես դուրս մղվեցին այդ տարածքներից։ Թուրքական քաղաքականությանը անդրադառնալով Աբդուլհամիդը շատ լավ հասկացավ, որ եվրոպական երկրները իրականում ի վիճակի չեն ապահովել բարենորոգումների ծրագիրը, բայց միևնույն ժամանակ թուրքերը Բերլինի կոնգրեսից հետո հասկացան, որ Արևմտյան Հայաստանի խնդիրը արդեն բավականին լուրջ խնդիր է եւ Դամոկլյան սրի նման կախված է իրենց վրա, բավական է եւս մեկ ռուս-թուրքական պատերազմ եւ իրենք անպայման կկորցնեն Արևմտյան Հայաստանը եւ իրենք որոշեցին այդ հարցը լուծել հայերի տեղանման եւ կոտորածների միջոցով։ Տեսակետ կա, որ ցեղասպանության գաղափարը հենց Բերլինի կոնգրեսից հետո է ծագել թուրքերի գլխում։ Թուրքական մի պաշտոնյա Աբդուլհամիդին ուղարկած իր նամակում հետեւյալն է ասում, որ Բալկաններում մեր ծոցը օծ սնուցեցինք եւ այդ նույն սխալը մենք իրավունք չունենք թույլ տալու Անատոլիայում, քանի որ հայերը հին մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են, ապա նրանց հնարավոր չէ ձուլել։ Հետևաբար պետական իմաստությունը ենթադրում է նրանց ոչնչացնել։ Նրանք հայկական հարցը լուծելու որպես եղանակ ընտրեցին հայերի ոչնչացումը, կոտորածների տեղահանության, բռնի մահմեդականացման եւ այլ տարատեսակ եղանակներով։ Նաեւ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխության արդյունք էր հայոց ցեղասպանությունը։ Մինչեւ 1977-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան կայսրության առանցքը, միջուկը, կենտրոնը Բալկանյան թերակղզին էր, բայց դրանից հետո թուրքերը հասկացան, որ իրենք կորցնում են Բալկանները, վաղ թե ուշ իրենք դուրս են մղվելու եւ դա ժամանակի հարց է եւ այդպես էլ ի դեպ եղավ, բացի Ադրիանապոլսի նահանգից ուրիշ եվրոպական տարածք այսօր Թուրքիան չունի եւ նրանք դուրս մղվեցին Բալկաններից եւ բնականաբար նրանք սկսեցին նոր առանցք, նոր կենտրոն փնտրել իրենց կայսրության համար եւ այդ առանցքը դարձավ Անատոլիան։ Եվ ինչով էր Անատոլիան տարբերվում Բալկաններից, նախ այնտեղ ավելի կոմպակտ թուրքական բնակչություն կար, ի տարբերություն Բալկանների, որոնք այլ ազգիներով, մասնավորապես քրիստոնյաներով էին բնակեցված, այստեղ մահմեդականների եւ թուրք բնակչության կշիռը ավելի մեծ էր եւ բացի դրանից նաեւ Անատոլիան այն դարպասն է կամ այն հենակետն է, որը ճանապարհ է բացում դեպի Կովկասի ու Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդներ, այսինքն այստեղ ամրապնդվելով իրենք կարող էին նաեւ ծավալվել դեպի Կովկաս, դեպի Միջին Ասիա եւ այստեղի թուրքալեզու ժողովուրդներին ընդգրկել իրենց կայսրության մեջ եւ հա այստեղից էր որ ծնունդ առավ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Իսկ Արևմտյան Հայաստանն էլ փաստորեն Անատոլիայի մի մասն էր կազմում եւ թուրքերը որոշեցին այդ տարածքը պահպանել ամեն ձևով, կենացու մահու գնով պետք էր այդ տարածքը թուրքերին պահպանել եւ քանի որ հայերն էլ անկած էին այդ ճանապարհին, կար ռուսական վտանգը մշտապես, ապա թուրքերը հասկացան, որ հայկական հարցը իսկապես լուրջ վտանգ է իրենց տարածքային ամբողջականության համար եւ այլ ելք չգտան լուծելու այդ հարցը, քան հայերի ոչնչացումը, տեղահանության, կոտորածների ու մահմեդականացման միջոցով։ Հայկական հարց՝ երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։
պետք է ասել, որ միանգամից հնարավոր չէր իրականացնել մի ամբողջ ժողովրդի տեղահանում սպանություններ եւ իրականում դա եղել է տասնամյակների ընթացքում հետևողական քաղաքականության միջոցով։ Ասենք 1915 թվականը կամ առաջին համաշխարհային պատերազմի տարիները ցեղասպանության գագաթնակետն են եղել, բայց եղել է նաեւ դրա նախապատրաստական փուլը։ Աբդուլ Համիդը որոշեց ցեղասպանությունը իրականացնել հայերի աստիճանական մաշեցման, թուլացման, հյուծման միջոցով։ Զգալիորեն սահմանափակվեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության լիազորությունները։ Շատ հայեր, ովքեր պետական պաշտոններում էին գտնվում, հռչակվեցին դավաճաններ եւ աքսորվեցին Լիբիա, այլ երկրներ։ Հայաստան անվանումը հանվեց քարտեզներից, պետական փաստաթղթերից եւ դա փոխարինվեց Անատոլիա, Արևելյան նահանգներ, Արևելյան Անատոլիա, Քրդստան անվանումներով։ Դրանք տեղ գտան միջազգային փաստաթղթերում։ Հայկական դպրոցների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանվեց պատմության, լեզվի եւ նույնիսկ հայկական երգերաշտության նկատմամբ սահմանափակումներ դրվեցին, այդ ամեն ինչը խիստ պետական վերահսկողության տակ դրվեց, բայց ամենասարսափելին որն էր այստեղ, որ Օսմանյան իշխանությունները նպատակաուղղված սկսեցին Արևմտյան Հայաստանի տարածքում բնակեցնել Կովկասից եւ Բալկաններից փախած մահմեդականների։ Դրանք մոհաջիրներ էին կոչվում եւ տուն ու տեղից զրկված, ընչազուրկ, քաղցած, զայրույթով լցված մարդկային մի զանգված էին եւ գալիս էին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության կյանքը դժոխքի վերածելու։ Եվ Օսմանյան իշխանություններն էլ ամեն կերպ հովանավորում էին նրանց, խլում էին հայկական հողերը, տալիս էին նրանց, թույլ էին տալիս, որ նրանք վայրագություններ իրականացնեն։ Եվ մի խոսքով այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ արևմտահայությունը կամ պետք է թողներ հեռանար իր երկրից, կամ պետք է մնար ու մահանար։ Եվ սկսվեց մի սարսափելի արտագաղթ Արևմտյան Հայաստանից հայ բնակչության, հայերը զանգվածաբար հեռանում էին, եւ այս ամեն ինչը վերջո հանգեցրեց Արևմտյան Հայաստանի թուլացմանը եւ հյուծմանը։ 30 տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանը այնքան թուլացավ, այնքան հյուծվեց այդ աստիճանական մաշման արդյունքում, որ առաջին համաշխարհային պատերազմում արդեն ցեղասպանությունը շատ հեշտ հնարավոր եղավ իրականացնել արդեն ելույթ թուրքերի կողմից։ Այստեղ տեսնում ենք քաղաքականության շարունակականությունը, եթե Աբդուլ Համիդը նախադրյալներ ստեղծեց, ապա ելույթ թուրքերն էլ ավարտին հասցրեցին այդ գործը, հետագայում նաև քեմալականները։ Եթե Աբդուլ Համիդը ժամանակին այդ նախադրյալները չստեղծեր, ելույթ թուրքերի համար դա հեշտ չէր լինի։ Եթե չհյուծեին, չմաշեցնեին Արևմտյան Հայաստանը, ապա հայ ժողովուրդը կունենար դիմադրության ներուժ եւ գուցե փրկվեր ցեղասպանությունից։ Գուցեև մեր երազանքները ազգային ինչ որտեղ կիրականանային, համենայն դեպս հայրենազրկում ամբողջական հայերի հեռացում Արևմտյան Հայաստանից չէր լինի։ Աբդուլ Համիդը այդ 30-ամյա քաղաքականությամբ ստեղծեց հիմք, թույլատրեց Արևմտյան Հայաստանը, այնուհետև ելույթ թուրքերն ու քեմալականներն էլ շարունակեցին եւ ավարտին հասցրեցին այդ գործը։ Պետք է այստեղ նաեւ նշել, որ քեմալականներն էլ ելույթ թուրքերի գաղափարական ժառանգորդներն են։ Արտակնապես թվում է, թե նրանք իրար հակառակորդներ են եւ այլն, իրականում ճիշտ հակառակը նույն գաղափարախոսությունն է ընկած եղել երկուսի պարագայում էլ եւ ընդհանրապես Թուրքիայի քաղաքական ուժերը ինչպիսի ներքին տարաձայնություններ ունենային միմյանց հետ, միևնույն է, բոլորն էլ ազգային հարցում նույն քաղաքականության հետևորդներն են եղել։ Մի խոսքով հայկական հարցը երկրորդ փուլը ավարտվում է Լոզանի պայմանագրով, որով հոդս են ցնդում հայերի տասնամյակների փայփայած երազանքները, որոնց համարել իդեպ հայ ժողովուրդը մեծ զոհողությունների ու զրկանքների միջով էր անցել։ Այդ ամենը, այդ զոհողությունները, զրկանքները, կորուստները, այդ մեծ գինը, որ վճարվել էր ազգային իղձերի իրականացման համար փաստորեն հոդս ցնդեց։ Եվ դրանց հետո արդեն սկսվում է հայկական հարցի երրորդ փուլը, ժամանակակից փուլը կարելի ասել։ Այս դեպքում հայկական հարցը այլևս միջազգային դիվանագիտության առարկա չէ, գերտերությունների քննարկման հարց չէ, այստեղ ոչ բարենորոգումների խնդիր կա, ոչ ինքնավարության, ոչ անկախ պետության, հայերիս համար է որպես ազգային հարց մնում եւ ներկա հանգրվանում արդեն պայմանավորված այսօրվա իրողություններով հայկական հարցը մեծ հաշվով հանդես է գալիս որպես հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարց։ Դա առավել իրական դարձավ 1948 թվականից հետո, երբ որ ՄԱԿ-ը ընդունեց ցեղասպանության հանցագործության ճանաչման եւ դատապարտման նաեւ կանխարգելման մասին հայտնի կոնվենցիան, եւ դրանից հետո այլևս հայկական հարցը մեծ հաշվով հանդես է գալիս որպես հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարց։ Թե դրանից հետո ինչ նոր բովանդակություն կստանա, դեռևս այս պահին դժվար է ասել, բայց ներկա պահում հիմնականում դա է հայկական հարցի էությունը։ Հայկական հարցի շրջափուլերը թեմային անդրադարձավ սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։